Հեռվում Նախիջևանն էր, իսկ ավելի հեռու Արարատ լեռը, որից տորոտից ձգվում էր մի փայլուն երիս։ Արարատից իջել էին մեր աստվածները, եկել հասել Նախիջևան։ Ժամն էր փոքր մհերին։ Ջերմությունը չափել եմ, գրանցել եմ։ Հիմա հիվանդության պատմությունն եմ գրանցում։ Շաղ կտամ։ Հա, Շաղ։ չգիտեմ։ Չէ։ Մամագետ հետ տար։ Նորից գլխացավ, նշանակումների փոխիր։ Արդեն փոխել է, կարծեմ Նորից շաղ։ Չէ։ Բարձրունուց ձեռքդ մեկնես կհասնի Նախիջևան եւ Օձասար, այսքան մոտիկ եւ այնքան հեռու։ Աղոթարանը պղծվեց թուրքի կրակով։ Բարձրունի գյուղի սարերի փեշերին էին մեր խրամատները։ Իսկ դիմացը էլի սարեր էին, որոնց թիկունքում Նախիջևանն էր։ Տղերքը կռիվ տվին, իսկ երեկոյան մտան բարձրունին գնդակոծող թուրքի գյուղը։ Մինչև Նախիջևան մի քանի քայլ էր մնում։ Բայց ինչ որ տեղից հրաման եկավ, թե թուրքերի կրակակետերը լռեցրել եք, ետ քաշվեք թուրքի գյուղից։ Ինչ թուրքի գյուղ, մեր գյուղերն էին, 20-ական թվականներին խորհրդայնացումից հետո դարձվել էին թուրքի տարածքներ։ Հիմա էլ բարձրունու սարերում շրջում է հայ ֆիդայու ոգին, հայացքը դեպի Նախիջևան եւ Արարատ։ Սուրճ Դուք պատրաստ եմ։ լսեցիք ռադիոակնարկ Նախիջևանի մասին։ Սուրճ կուզեք։ Երբ մարդ հիվանդ պարկած է, խորում է ինքն իր հետ։ Բազմաթիվ մտքեր են գալիս կուտակում։ Դառնում պատմություն։ Այդպիսի մի պատմություն ինձ պատմում է, երբ փոքր եմ։ Խնդրեմ։ Շնորհակալ։ Պատմությունը ծիրաներիների երկրի մասին էր։ Նա մեղեդի էր։ Գալիս էր հեռվից, անցնում Արարատով, Նախիջևանով ու հասնում Արցախ։ Այս երկիրը խրամատում մելուրած աչքերով լուսացնող մեր սապուկների տակ տրորող այս երկիրը Այս հիվանդը գիշերը ջերմություն է ունեցել։ Պետք է սեր էր խրամատի եւ հորիզոնի խաչով Հարկի սամանում դեպքում ներարկում էր հրացանների անհրաժեշտ տրակոցների տակ։ Մուշեղ ինչպես է զգում։ Մուշեղ ինչպես է զգում։ Շնորհակալություն, լավ։ Հավերդ ընդունել ես։ Ճնշումը չափել են։ Այո, Ինչքան էր ճնշումը։ 120-80։ Շատ լավ է։ Այսօր լավ է։ Շնորհակալություն։ Լուսամփոփի պես աղջիկ, աստվածամոր աչքերով, թոքախտավոր, թափանցիկ, մարմնի պես երազիկ, կապույտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով, լուսամփոփի պես աղջիկ։ Ես ինչ անեմ, որ չմեռնի իմ հոգին, որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում։ Ես ինչ անեմ, որ մնա ծիածան երևում, որ չծնդի, չմարի իմ հոգու հեռուն։ Լուսամփոփի պես աղջիկ, աստվածամոր աչքերով, թոքախտավոր, թափանցիկ, մարմնի պես երազիկ, կապույտ աղջիկ, ակաթի պես հոգեթով, լուսամփոփի պես աղջիկ։
Թրթերից իմացանք, որ զոհեր շատ են եղել։ Փարիզում են գրում մեր մասին։ Իրոք զոհեր շատ կան։ Պատերազմ է, ասմիկ։ Ես չեմ ուզում, որ զորավար դառնաս։ Զորավարներն սպանվում են։ Չէ, ես զորավար չեմ դառնում։ Զորավարները ի վերուստ ընտրված մարդիկ են։ Զինվորներն էլ են եղել։ Պատերազմը մահի առաջ բոլոր ուսադիրներն էլ նույն գույնն են։ Երբեք եկող գնդակը չի արսում, թե ով ով։ Մարտադաշտում բոլորն էլ զինվորներ։ Կգաս հետս։ Չէ, Արի գնանք։ չէ, դու երբ ես գնում։ Այնտեղ ամեն ինչ լավ կլինի։ Ոչ կռիվ կա, ոչ մահ։ Շնորհակալություն։ Մերսի։ Մերսի։ Այստեղ ինչ կա, որ մուշեղ։ Զինվոր իր հողի միծիլն, խրամատը նրա տուն։ Երբ նայում ես խրամատում կծկված հայրենիք կոչված գոյությանը, ապրելը տենց է դառնում հենց այդ գոյության համար։ Ծիրանենին միայն իր հողում է տալիս խոշոր քաղցր պտուղը։ Մեր ճակատներին գրված է ընդհանուր մի օրենք։ Այստեղ պիտի մեռնենք։ Այս երկիրը մի ծառ է, որն իր արմատներով խորն, մոտ արարման օրերին։ Այո, լսում եմ։ Դրեք, արագացրեք, արագացրեք։ Շուշուտ բերեք, արագացրեք, վազեք, շուշուտ։ Վազի։
Ժամանակն ու տարածությունը ջնջում են արդյունքալերից եւ փոխվում է հիշողությունը տարածության մեջ։ Մեր հիշողությունը երկրի մասին մի պատում էր, որ սկիզբ էր առնում սրճարաններից, սահում քաղաքի արվարձաններով, բարոդահամանների միջով եւ կերպարանք առնում ներնոլ զինվորների հոգնած աչքերով։ Ուշեղ, արի, հա, ոնց է, բարև Բուշեղ ջան, բիտ, ինչի ես մենակ ասկատ, նստի, ողջ ես սավը տանում, ինչպես տեսում ես ողջ է, հիշում ես, չայլ ժամանակ, Համլետ ենք խաղում, անցան է տորիդ է, դիր, շնակ, հո, գնա, դե քեզանից պատմեմ, հիմա ոնց ես, առանց ես տխուր է տղերքը, քո կենացը, դե դավայ, տղերքի համար, որոնք հավերժ մնացին սարերում ու դարձան պատմություն։ Դե, ես գնացի։ Ուր, քաղաք։ Քաղաքի շատ եմ կարոտել, հաջողից։ Բարև Ասմիկ, Դուք սխալվել եք։ ներեցեք։ Սա ով է։ Չապրած մի ճշմարտություն։